Ինտեր Մայամին հեռացավ, Սիթին էլ հետևից, Յամալի կայֆերը շարունակվում են, Պարի Սեն-Ժերմենը օգնեց թշնամուն, Իբրան վիրավորեց լավ տղերքին, ազգային ստադիոնը կիսատ մնաց։ Իբրահիմովիչը թթու խոսքերով պատեց Ինտեր Մայամիին, բայց մեր մասին միայն դրական բաներ է ասում, ողջույն բոլորին, նա բաժանորդագրվել, լայքել ու զանգակել է մեզ, եղեք Զլատանի պես, չէ որ ամեն մեկդ ոսկի եք, ոսկի։ Ցավակցում եմ, տարիքով էր ախպեր։ Հա էլի 40 տարեկան կլներ։ Բայց ինչի էին ցավակցում Մեսսիին։ Որովհետև Պարի Սեն-Ժերմենը սպանեց Ինտեր Մայամիին։ Օֆիցիալ ցավակցեց Ուսման Դեմբելեն, նա այս գլխից մտնում է, որ Մեսսին իր օգտին քվեարկի ոսկեգնդակի համար։ Ուրախ եմ քեզ տեսնել կրկին, պատմության լավագույնն ես։ Հուսամ դուք կշարունակեք պատմություն կերտել Ինտեր Մայամիի հետ, ինչպես արեցիք այս ակումբային աշխարհի առաջնությունում։ Եթե Դեմբելեն մտնում է, ապա Իբրահիմովիչը մտցնում է դաշույնը Ինտեր Մայամիի ծերուկների սրտերը։ Շատ դաժան է Իբրան։ Պարի Սեն-Ժերմենի պարտվեց ոչ թե Մեսսին, այլ Ինտեր Մայամին։ Դուք տեսել եք նրա խաղընկերներին, կարծես արձաններ լինեն։ Նրա այդ խաղացողները կարծես ցեմենտի մեշոկներ շարակած լինեն։ Արա հա էլի։ Եթե Զլատան ասում է արձաններ, ուրեմն իրոք մեռել են։ Արա ինչ տղերք էին, Բուսկեցը, Սուարեսը, Ալբան։ Մի րոպե կներեք, այո։ Ինչ եք ասում։ Շատ լավ է։ Ինձ հենց նոր հայտնեցին, որ ոչ ոք չի մեռել։ Ասեմ ավելին, Բուսկեցը, Ալբան եւ Սուարեսը մեզ մոտ են եղել ու շատ վրդոված են արտահայտվել շվեդի մասին։ Արա, այդ հերավորության վրա ինչ մտքովդ անցնում է, ասում ես։ Այդքան տղա ես դե Չեմպիոնների լիգա, աղթի։ Ափսոս մենք Բարսայում իրար հետ չխաղացինք, մի հատ կծեի սատկեիր։ Այդքան տղա ես ալի դեմներս այդքան բանը ասա։ Թողես մենակ մեծ փրթես, դեմս հելնեիր տենց բան ասեիր, փռի ասֆալտին արա։ Էս եթեր չի գնալու, չէ։ Ոնց թե գնալու է։ Ջնջեք, արա, ջնջեք շուտ։ Արա, բայց իրականում ճիշտ է ասում, էլի շատ խեղճ վիճակում էր Ինտեր Մայամին։ Այնքան խեղճ, որ մի պահ Մեսսին չդիմացավ։ Չնայած ռոբոտին տփես, չտփես, մեկը ինքը ոչ մի բան չի զգում։ Այսքանից հետո Լեոն ասաց, որ իրենք հեռանում են, բայց իրենց հեռացված չեն համարում։ Մենք գլուխներս բարձր ենք հեռանում, այս արդյունքը սպասելի էր։ Մենք խաղում էինք Չեմպիոնների լիգայի հաղթողի հետ վերջի վերջո։ Դե գլուխը բարձր է հեռանում, որովհետև լավ լուր էր ստացել Բարսելոնայից։ What's that? Չնայած դաժան պարտությանը, նա ուրախանալու առիթ ուներ, քանի որ Բարսելոնան վերջապես փակել էր նրա պարտքը, ու ոչ միայն նրա։ Լապորտան ավելի քան 5 միլիոն եվրո նստացրել էր Մեսսիի քարտին ու ասել կայֆավատ կլնես։ Բայց դե Մեսսին կայֆերի հետ այդքան էլ սեր չունի։ Ինքը սաղ գործի մեջ է դնում։ Օրինակ գինու։ Մեսսին դարձավ Անդրես Ինիեստայի ու Անդրեա Պիրլոյի մրցակիցը։ Եթե դաշտում նրանց որակները հավասարաչափ չէին, ապա բիզնեսի հարցում դեռ պարզ չի։ Պարզ է միայն, որ Ասում էի Ինշարա։ Եթե շատ օգտագործես, ճիշտ է։ Բարսելոնան ակտիվ պատրաստվում է գալիք մրցաշրջանին, ասում են Ֆլիկը անգամ հանգստի ժամանակ փորձում է նոր սխեմաներ եւ տակտիկաներ մշակել, որպեսզի դիմակայի Մադրիդի Ռեալին, իսկ այդ ընթացքում Լամին Յամալը փոքրիկին նկատել են Իբիցայում յախտայի վրա կայֆեր անելով, որը ըստ օդում կախված լուրերի օրական արժի 5000 եվրո։ Էդ հլը հեչ, դուք են ծիգրովկին նայեք հլը, ճաշակը մանրից գցում է, խաղային որակներն էլ երևի։ Էդ էլ քիչ է են գավինը գցել իրա ջրերը, թե բա դու նոր Էմինեմն ես։ Պոլ Պոգբայի արցունքները ողողեցին համացանցը, ֆրանսիացին կրկին ֆուտբոլ է խաղալու։ Ֆրանսիական Մոնակոն ծանր բեռ է վերցնում իր ուսերին, որը կարող է թեթև լինել, եթե Պոլը իրոք վերադաստիարակվել է ուղիչ աշխատանքային գաղութում։ Պոգբան իր հայրենիքում ժարիտ անելու։ Արի գրազգանք, որ չի կարանալու նորմալ խաղա։ Ինչի վրա։ Եթե կրեմ,
վիզը տոլորելու եմ։ Հանգուցալուծվեց Ֆատիի դրաման, նա վարձավճարով տեղափոխվեց Մոնակո եւ միանգամից աչքի ընկավ ընկերական խաղով։ Premier match d'Ansu Fati avec Monaco. Ու դե ինչ Մոնակո առանց Մոնտե Կարլո ու կազինո։ Բարկոլայի հետույքով Լիոնին լավություն։ Միայն այսպես կարելի է բնութագրել Փարիզյան Գրանդի արարքը Լիոնի հանդեպ։ Արդեն մի քանի տարի խոսվում է Լիոնի Օլիմպիկի մեծ պարտքերի մասին եւ ահա գալիք մրցաշրջանը ամենայն հավանականությամբ այս պատվավոր եւ պատմական ակումբը կարող է անցկացնել Լիգա 2-ում կամ Զավիկի շաուրմա լիգայում։ Բայց Խելայիֆին հագավ շալվարի վրայից կարմիր տրուսիկն ու ասաց. «Ես կօգնեմ մեր Ախոյանին» ու փակեց նրա բոլոր պարտքերը։ Բայց միևնույն է, Լիոնը 90%-ով կիջնի Լիգա 2, քանի որ նրանք չեն համապատասխանում Մակդոնալդս լիգայի ֆինանսական պահանջներին։ Լիոնի ղեկավարությունը վերջին բարեկամներին է երաշխավոր բերում, որ համոզի լիգայի ղեկավարությանը թողնել նրանց Լիգա 1-ում։ Բա ես չէի մտածում, որ նա կդժգոհի։ 94 թվականի ոսկե գնդակի դափնեկիր Խրիստո Ստոիչկովը հերական բաթլի մեջ է մտել Յուրգեն Կլոպի հետ, որը քննադատել էր աշխարհի ակումբային առաջնության նոր ֆորմատը։ Գուցե նա հիասթափված է, քանի որ Զալցբուրգը չի մասնակցում, երբ Լիվերպուլը մասնակցում էր ու փող էր աշխատում, բողոք չկար։ Մի քիչ հարգալից լինելը չէր խանգարի։ Այ որ փողին ա տանում, այդ հեչ լավ չի։ Լավ, շարունակենք լսել։ Հանկարծակի սկսեց բողոքել։ Գուցե քանի որ Red Bull-ը չկա ոչ մեկի շապիկներին դրա համար։ Ուզում ասի Յուրգեն Կլոպը քցնում է Red Bull-ին։ What the fuck is going on here? Նույն հաջողությամբ կարող ենք ասել, որ նա մտել է FIFA-ի գրասենյակ հետնամասից։ Սա շատ կարևոր մրցաշար է, այստեղ շատ երիտասարդներ իրենց դրսևորելու շանս են ստանում։ Հա, բայց դա մեդալի միայն մի կողմն է, բա այն մյուս կողմը։ Ֆուտբոլի որակը գնալով ընկնում է։ Մի քանի տարի հետո այն ունենալու է այս տեսքը։ Սիմոնե Ինձագին եկած չեկած պատմություն է կերտում Ալ Հիլալում։ Նրանք դուրս թողեցին Մանչեսթեր Սիթիին։ Բայց այս պարտությունը Պեպին ոնց որ այդքան էլ չի անհանգստացնում, որովհետև նրանք ավելի շատ եկել էին հանգստանալու։ Մրցաշրջանը անհաջող ստացվեց մեզ համար, բայց ֆուտբոլիստները հանգստի կարիք ունեն։ Այդ պատճառով մենք լավ մարզումները համատեղում ենք ռելաքսի ու հանգստի հետ։ Եթե ինչ-որ մեկը ուզում է գոլֆ խաղա, խնդրեմ, ինչ-որ մեկը ընտանիքի հետ ժամանակ անցկացնի, խնդրեմ, հակառակ դեպքում նրանցից մեծ մասը ականջը կմնար։ Դե մեծ հաշվով Սիթին փողից չի նեղվում, թող են աղքատ թիմերից մեկը տանի այդ 120 միլիոնը։ Սերբիայում որոշել էին ստադիոն կառուցել, ազգային ստադիոն։ Հավաքվել էին գիտակները, մասնագետները, նույնիսկ հիմքն էին գցել։ Բայց հետո պարզեցին, որ սեփականաշնորհման հետ խնդիրներ կա, փողի մեծ մասը կորել է ու տենց հիմար նման բաներ։ Ջոկովիչը շատ հիասթափված է, բայց դե կարելի էր ուղղակի ոչ մի բան չսկսել։ Չկա ստադիոն, չկա խնդիր։ Ոնց որ մեզ մոտ։ Այսքանն ենք պատրաստել այս անգամվա համար, եթե հավանեցիք, հավանեք բութիկներով եւ բաժանորդագրվեք, ինչու ոչ։ Դա շատ է օգնում մեզ առաջին հերթին հուզական եւ ներաշխարհային հարցում։ Մի խոսքով հասկացաք, անպայման բաժանորդագրվեք։ Լավ եղեք, կհանդիպենք։ Yeah, it's good.